Էսի բերանդ փակի, թե չէ այս անգամ շատ երկար ժամանակով կփակեմ։ Աստղիկ ջան, սա իմ հորեղբոր աղջիկը չի։ Եթե ես առաջ վախենում էի, ամաչում էի, հիմա էլ ամաչելով ոչ մի բան չունեմ, հասկանում ես, դու ինձ արյունակից չես, դու իմ հորեղբոր աղջիկը չես։ Չես զառանցում։ Սպասի, չեմ վերջացրել։ Ստացվել է ընենց, դասավորվել է այնպես, որ դու ոչ միայն իմ քույրը չես, այլ նաև Աբելի։ Հա, քո շատ սիրելի, պաշտելի Աբելի, բայց ցավոք, ինչքան էլ տհաճա, Աբելը իմ հորեղբոր տղան է։ Բայց դուք իրար հարազատ չեք։ Սիրուն հատկական կինո է, չէ՞։ Հիմարություններ ես դուրս տալիս։ Դե իհարկե, ես է քո տեղը լինեի դժվար կհավատայի, բայց սա իրականություն է ու հիմարություն չի։ Գնա աղբորդ հարցրու, ինքը քեզ ամեն ինչ շատ պարզ կբացատրի։ Ինչի է իրա պապան թողել ու փախել երկրից, ում մամայի պատճառով, որ խայտառակ չլինի։ Լիկա մի հատ ձենդ կտրի, հո դու ապուշ չես։ Այդ դու ձենդ կտրի։ Մամատ շատ սիրելի, հարգելի, դավաճանել է աղբորդ պապային, իմ հորեղբորը, ու հղիացել է չգիտես ումից, ում անուն ազգանունն էլ երևի չգիտի։ Ու գիտես այդ հղիության ընթացքում ով ա ծնվել, ասեմ Լիլիթ ջան, թե կփորձես հասկանալ։ Ձենդ կտրի ասում եմ։ Այդքան հաճելի էր փաստորեն, սպասի, դու շատ լավ աղջիկ ես, մի անգամ էլ կրկնեմ։ Ասում եմ, որ դու ուրիշից ես, ուրիշից, քո ու Աբելի պապան նույնը չի։ Սպասի մի քիչ ավելի թեթև արտահայտվեմ։ Մամադ թեթևաբարու կին ա եղել։ Թող ինձ Աստված ների իհարկե, որ մահացածների մասին վատ եմ արտահայտվում, բայց ես հոսուտ բան չեմ ասում, Լիլիթ ջան, ճիշտ բան եմ ասում, տատիկս տա աղբորդ ամեն ինչ պատմել, աղբորդ ամեն ինչ գիտի։ Լավներ սառեցին ծուղը։ Լիլ, լսի դու գժվել ես, քո արածը քո դուրն եկավ, ուզածիդ հասար։ Վազի, Աստղիկ, վազի։ Վազի, որ հասնես անուշը իրան չգցիս սարից։ Քեֆը ավարտվեց, ափսոս, նոր էր սկսել հետաքրքիր դառնալ։ Ուրիշից ես, ուրիշից, հասկանում ես, քո ու աղբորդ պապան նույն մարդը չի։ Մամադ թեթևաբարու կին ա եղել։ Լիլ, ուր ես։ Լիլիթ։ Դու գիտես, որ ուրիշ մարդ էլ ներքո փոխարեն հաստատ ուրիշ ձևերի խոսալու է։ Բայց դու իմ ընտանիքի անդամն ես։ Դրա համար հիմա քեզ հանգիստ կբացատրեմ։ Ես այդ ամեն ինչը գիտեմ։ Բայց պետք է մի օր հասկանաս, որ ինչ։ Աբել, ես քեզ շատ բան ունեմ ասել։ Ասելիքդ շատ ա ուշացել։
Ուժ բան չկա, գիտես։ Ես Լիլիթին սիրում եմ։ Անկախ ինձնից է ստացվել, բայց այդ տենց է, ինչ անեմ։ Անկախ քեզնից է ստացվել։ Դե դու ինչ գիտես սերն ինչ է, նոյ։ Ինչ գիտես։ Լիլիթն ինչ գիտի սերն ինչ է։ Այդ հեքիաթները դել չսկսես։ Չխոսաս ու չշարունակես։ Ոչ մի սիրել։ Բայց պետք է խոսամ, որ հասկանաս։ Նոյ, նենց մի արա, որ մեր 1000 տարվա ընկերությունը, մեր հարազատությունը փլվի գնա։ Այդ հարազատությունը իմ համար կարևոր է, հասկանում ես։ Դու ունես մի բան ես արել, ու այդ բանը արել ես մեջքիս հետևից, որ շատ երկար ժամանակ է պահանջվելու, որ ես քեզ ներեմ դրա համար։ Վերջացրեցիր, հա։ Ես հիմա քեզ ասեմ ինչ է կատարվում։ Ես սիրում եմ քո քրոջը։ Հիմա որ դու այդքան երկար ճառ ասեցիր, ես նենց չի, որ պետք է ասեմ, հա, հարց չկա, Աբել ջան։ Ես հրաժարվում եմ։ Տենց բան չի կարա լինի, Աբել։ Ու քո քուրն է, երեկվա երեխեն չի։ Դու իմ քրոջն ինձնից լավ չճանաչես, լսում ես։ Ինչ խնդիրներ ունի, ինչ մտածմունքներ ունի, ինչ զգացմունքներ ունի, ինձանից լավ չիմանաս, լսում ես, նոր։ Երկար բարակ չեմ խոսալու, քեզ շատ բան չեմ զգուշացնելու։ Ուղղակի փագի այդ էջը քո կյանքի։ Դու Լիլիթի հետ այդ կապը չպետք է ունենաս։ Հասկացա՞ր ինձ։ Ինչից ես վախենում, չես ճանաչում, հա ինձ։ Չգիտես ով եմ, որ տես մի անգամից ասում ես գործ չունես իր այդ էջը փագի։ Գիտես ամենամեծ խնդիրը որն է, որ ես քեզ շատ լավ եմ ճանաչում։ Ես քո անցյալն էլ գիտեմ, քո ցանկություններն էլ գիտեմ։ Ես քո մասին այնքան բան գիտեմ, որ չեմ ուզում, որ դու Լիլիթի հետ կապ ունենաս։ Ինքը քո քուրն է։ Այսքան բան։ Չես ջոկում, ինչ ես խոսում։ Ես քեզ բան եմ ասում, դու ինձ ասում ես քո քուրն է։ Դու չես հասկանում ինչ ես խոսում հիմա։ Այսինքն են, որ դու ասում ես Լիլիթը երեխա է։ Նույն հաջողությամբ Նարեն էլ է երեխա։ Այդ ոնց եղավ, որ Լիլիթը երեխա է, իսկ Նարեն չէ։ Դու ոնց ես սիրում իրան։ Հա, աստավ։ Չկա։ Ոնց չկա։ Ահուր է։ Չգիտեմ, այնքան արագ վազեց չհասցրեցի։ Խորը ես ինչ փորձանքեր եկավ կպավ մեզ։ Պետքա մի բան անենք, արագ գտնենք։ Քանի դեռ մութը չի ընկել։ Դե եկեք խմբերի բաժավեն գնանք ման գանք, թե չսենց չլինի հաստատ։ Հա, այդպես ճիշտ կլինի։ Գնացինք։ Տեսնես էդի լուրջ կորել, հա։ Չէ, հա։ Մի ծառի տակ նստած հանգստանում է։ Այսպես էլ ուշադրություն է գրավում։ Բայց դու ինձ մի բան ասա, այդ ամեն ինչը դու հորինել էիր, թե իսկականից տենց է։ Նոնա, իսկականից տենց է։ Այ քեզ պատմություն։ Բա
Աստվածիմ։ Ձերս չի գնում տանեմ տան։ Բայց պետք է ուժ գտնել։ Պետք է տանել։ Հասա։ Ավարտել եմ։ Հաստատ։ Հա, հաստատ։ Ապրես խուդոժնիկ։ Կարաս այսօր բերես։ Հա։ Ապրես։ Դե հիմա ես քեզ տեղ կբացատրեմ, դու կբերես, լավ։ Լավ։ Ճիշտ բան ասեցի, չես խոսում։ Դե պատասխանի, այդ ոնց եղավ, որ Լիլիթը երեխա է, իսկ Նարեն երեխա չի։ Ոնց որ լեզուտ էլի քեզանից առաջ ընկավ, հա։ Եթե տենց ես մտածում, տենց էլ մտածի, Աբել ջան։ Բայց ես ինչ ասում եմ, ճիշտ եմ ասում։ Հենց Նարեի անունը տալիս ես, աչքերդ փայլում է։ Սկսում ես տենց, չգիտեմ, քեզ ուրիշ ձև պահել է։ Ուղղակի դու վախենում ես, որովհետև Արևիկի փորձ ունես։ Ու հիմա ինչ անում ես իր համար, այդ մենակ խղճահարությունից չի, չէ։ Դու ինձ փորձերի մասին բան չասես։ Քո վերջի փորձը շատ լավ եմ հիշում։ Ու այդ երկու դեպքն է իրար չխառնես։ Դրանք իրար հետ կապ չունեցող բաներ են։ Ես ոչ մի բան չեմ խառնում իրար։ Ես քեզ ասում եմ ու էլի կասեմ։ Ես քո քրոջը սիրում եմ։ Այդքան բան։ Վերջն օր։ Մենք էլ քննարկելու բան չունենք։ Հա ես մոռացա։ Դու եկել ես ինձ դաս տայր, չէ՞։ Եթե պետք է այդ դասը կարամ տամ, որ հասկանաս, որ Լիլիթից հեռու պետք է մնաս, հասկացար։ Նենց մի արա, որ իմ քո հարաբերությունները փչանան։ Դու ինձ հարազատ մարդ ես։ Ցավոք սրտի դու իմ դասատուն չես։ Ու ես գիտեմ, որ մենք հարազատներ ենք։ Բայց այս ամեն ինչը սենց պետք է չլիներ։ Ես քո դասատուն չեմ։ Բայց Լիլիթի աղբերն է։ Հասկացար։ Ու մենակ դրա համար պետք է ամեն ինչ փչացնես, չէ՞։ Երկու հոգու փոխարեն պետք է որոշում կայացնես, հա։ Որովհետև դու ես տենց ուզում, Աբելը։ Ուրիշի, հասկանում ես, քո ու աղբորը պապան նույն մարդը չի։ Մամա թեթևաբարու կինա է։
Ժողովուրդ լավ ուրեմն սենց են կանում, կեսը գնում է այն կողմ, կեսը գնում է այն կողմ, բայց շատ ուշադիր ենք լինում, որ հանկարծ մեզանից մեկը հանկարծ չկորի։ Եղավ։ Աստղ դու զանգել ես իրան։ Հա, զանգել եմ, չի պատասխանում։ Մի քիչ առաջ էլ արդեն անհասանելի դարձավ։ Ասա ուր գնացիր։ Ես ինչ փորձանք էր։ Լավ ժողովուրդ ծրվանք, քելեք։ Ինչ, բան ունես ասելու։ Դու ավելի լավը Աստված կանչի, որ Լիլիթին անվնաս գտնենք։ Լսի, դու չես հասկացել, որ ես վախեցողներից չեմ։ Ընկերուհուդ էլ բան չի լինի, հանգիստ եղի։ Դե ես քեզ ասեցի, եթե Լիլիթին չգտանք, դու դրա համար պատասխան ես տալու։ Ինձ թվում է մամայիդ, պապայիդ համար շատ հետաքրքիր կլինի իրանց աղջկա մասին ճշմարտությունը լսեն։ Չվախեցա, ախր։ Հետ չվախեցա։ Դե ես քեզ բան եմ ասում։ Ինչ մի սաղըտ մարդու իրավունքների պաշտպանի տեղն եք ձեզ դրել։ Այդքան մեծ սիրտ ունեք, գնացեք բարեգործություն արեք։ Հա, էլի։ Երեխեք։ Ով կա։ Երեխեք։ Աստղ ինչ կա։ Ոչ մի բան, ոչ մի տեղից ձայն չի գալիս։ Չգիտեմ ուր է հիմա։ Ախր ստեղ շատ վտանգավոր է, ինչ կենթանի ասես կա, էլ օցել կարիճ։ Ինչ անենք։ Մտածում եմ կարող է փրկարարներ կանչենք միասին մեզ օգնեն գտնենք Լիլիթին։ Չգիտեմ, բայց արդեն ես էլ եմ անհանգստանում։ Մտածում եմ կարող է զանգեմ ավելին, Լիլիթի աղբորը։ Չէ, պետք չէ, աստղ։ Մեյլ ինքան դե կանհանգստանա։ Ձեր փոխարեն ես այդքան չէի անհանգստանա։ Երևի մռուցները կախել եմ ծառի տակ նստած իր համար վայելում այր հանգիստ։ Ինչ եք այդքան անհանգստանում։ Լիկա, եթե չես կարողանում օգնես, ուրեմն ձենդ կտրի հանգիստ նստի տեղը։ Վախեցա, գիտեք։ Դուք նոր եք ճանաչում ձեր ընկերուն, չեմ հասկանում։ Ու ձեր ասած վայրի գիշատիչ գազաններից, օցերից, կարիճներից ինքը հաստատ չի վախենում։ Ինքը իրանց հանդեպ լավ իմունիտետ ունի։ Լսի, հենց հիմա լեզուդ քեզ քաշի։ Այնքան զզվել ես, որ ոչ մեկը քեզ բանի տեղ չի դնում։ Հերիք է էլի, ընենց մի արա ամեն ասածիդ համար հատ առ հատ պատասխան տաս, լավ։
Արի աստղ գնացինք լավ։ Հակոբ, Հա, դուրս ես գալիս արդեն։ հա, գործ ունեմ։ Բանկարը ցույց չես տալիս, ավարտել ես։ Դե ինչ կա ցույց տալ սովորական նկարը, արտարոց ոչ մի բան չկա։ Հա, բայց դու միշտ ցույց ես տվել նկարներդ։ Ես մեկնել մի նայում, ոչ մի սովորական կտավ է, ոչ մի արտարոց բան չկա, դուրն ու։ Չէ, թված։ Հակոբ, լարված ես։ Ես։ Հա։ Չէ, ինչու եմ լարված չեմ, ուղղակի։ Հակոբ, ամեն անգամ հենց Աբրահամից պատվեր ես ստանում, այս վիճակում ես հայտնվում, ինչ ա եղել։ Չէ, ուղղակի մի քանի գիշեր չեմ քնել։ Հետո էլ գիտես, Աբրամը մեծ փողեր է վճարում։ Գիտեմ։ Էստեր, Աբրահամի մասին ոչ մեկին ոչ մի խոսք։ Լավ։ Հակոբ, քեզ հաջողություն։ Բարի օր, արի նստի։ Լարված ես։ Չէ։ Էդուն ինձ ամեն ինչ պատմում է, գիտեմ, որ ամեն ինչ լավ է քո մոտ։ Նորմալ ամեն ինչ։ Քեզ կանչել եմ, որ գործ առաջարկեմ։ Ինչ գործ։ Պետրոս քեզ լավ չես նույն։ Չէ, լավ է։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Այդ քո հետ կապ չունի։ Գիտեմ, որ փողի կարիք ունես։ Համելաշխատելը լավ բան է։ Զզվում եմ այն տղամարդկանցից, ովքեր բեզդիելնիկ են։ Համաձայն եմ հետդ։ Ես մի քանի գործեր ունեմ։ Ու ժամանակ չունեմ դրանց հետ զբաղվելու։ Հավես էլ չունեմ դրամատուրգի մեջ ունեմ։ Ուզում եմ, որ վստահելի մարդիկ լինեն այդ գործի գլխին։ Ցավոք սրտի դրանք գնալով քչանում են։ Իշխանություն, փառք, վրա հղպացել են։ Ու գործեր են բռնում իմ գլխից վերև։ Հասկանում ես։ Ես զարմանում եմ։ Չեն մտածում, որ այդ ամեն ինչի կոնտրոլը ես եմ տվել։ Ու մի վայրկյանում գլուխները կթռցնեն։ Շատ հանգիստ։ Ես քեզ ինչով կարամ օգնեմ։ Ինձնից ինչ է գալիս, դու մենակ ասա։ Ուզում եմ զբաղվես իմ բիզնեսներով։ Երկու պատճառ կա։ Առաջինը աշխատանքը, որ աշխատանք չունես։ Երկրորդն էլ ուզում եմ շրջապատս մաքրեմ, գեղտը շատ է։ Կարճ ասած ինձ
Վստահելի մարդիկ են պետք, վստահելի մարդիկ։ Ու հանկարծ չմտածեմ, որ կարանից գցել։ Չնայած որ արդյունքում այդ ամեն ինչը իրանց վրա շատ թանկ կնստի։ Շատ։ Դու գիտես, որ պատրաստ եմ։ Հատկապես եթե քեզ ապրել։ Գիտեմ։ Դրա համար էլ քեզ կանչել եմ։ Ու ես ուզում եմ, որ այդ ամեն ինչի գլխին դու լինես։ Երկու մարդկա, որին վստահում եմ։ Մեկը է Դոնա, որը միշտ իմ հետ է, մեկ էլի դու։ Բայց այդ չի կարես ամեն ինչ զբաղ ինքը միշտ իմ հետ է։ Դրա համար ես քեզ եմ կանչել։ Չգիտեմ ինչ անենք։ Լիք զանգի թող վարորդ գա էլի հետևներիցս ինչ կլինի։ Չէ, պապան կիմանա, չէ։ Բա ինչ ենք անելու։ Սպասենք։ Բա լիք այս ինչ պատմության մեջ ընգանք։ Բարև խուդոժնիկ։ Ինքնա։ Դե ինչ ես նստել, տուր նայեմ, դու չես հասկանում, որ իմ արվեստասեր հոգին անհամբեր է։ Խուդոժնիկ։ Մալադեց։ Դե իհարկե վերջնական կարծիքը կասեն մասնագետները, Հակոբ ջան։ Հա, մասնագետները։ Ես ջանք չեմ խնայել, որ ամեն ինչ լավ ստացվի։ Ապրես։ Ինչ որ մի բան կխմես։ Չէ, չեմ ուզում։ Հաստատ։ Հակոբ, ինչ որ շատ լարված ես, ամեն ինչ նորմալ է։ Հա, ամեն ինչ նորմալ։ Լավ։ Իսկ երբ կնային նկարները, այսինքն իմ նկարը մասնագետը։ Հենց այսօր, Հակոբ ջան, այստեղից կգնամ իրանց մոտ։ Բա գումարը։ Գումարը Հակոբ ջան, դե ես քեզ ասել էի, որ գումարը շատ մեծ է, ես այդքան գումար չեմ կարող հետս ման տալ։ Կհավաքեմ մի օր կհանդիպենք կտամ։ Հակոբ, ասում եմ կտամ, մի վախեցի։ Մենք իրար հետ աշխատել ենք, դու շատ լավ գիտես ամեն ինչ։ Չէ, Հակոբ, ինչ որ դուրս չես գալիս, շատ լարված ես։ Արի մի բաժակ խմի կհանգստանաս, լավ։ Ուղղակի գիշերը չեմ քնել։ Իսկական արվեստագետ։ Խուդոժնիկ։ Պետրոս, ես պատրաստ եմ ամեն ինչով քեզ օգնել։
Հիմա սկսենք առաջինից։ Ես ուզում եմ, որ դու ամեն ինչից կուրսի լինես, ինչա կատարվում ոնց է։ Հիմա սկսենք ամենափոքր բանից։ Այդ գիշերային ակումբը։ Ես ուզում եմ, որ դու դե տեր կանգնես ու հասկանաս ինչա կատարվում։ Այդ բոլորին թափ տաս։ Ինձ էլ եմ ասում։ Վստահելի մարդիկ եմ պետք։ Չնայած ես այդ գործին ծանոթ չեմ, բայց ամեն ինչ կանեմ։ Բայց այդ վերջը չէ, այդ սկիզբն է։ Այդ բոլոր գործողությունների սկիզբը։ Ինչ շատ բան պետք չի, ուղղակի այդ լավ չի։ Միշտ էլ ձգտի ավելին։ Դու լավ մարդ ես։ Էդ էլ քո թույլ տեղն է, զգում եմ, բայց ամեն ինչ կընկնի իր տեղը։ Այդ ճանապարհին դու շատ բանի կհանդիպես, կնեղվես, կհասկանաս, որ ամեն ինչ հերիք է, բայց չէ, հիշի։ Միշտ պետք է առաջ գնալ, գնալ վերև, ավելի վերև։ Ու հաշվի չառնել թափառող շներին։ Չէ, պետք չի կանգնել ու նրանց վրա քարն էտել։ Պետք չի։ Իրանք իրանց կգնան։ Այտենց դու քո ճանապարհն ես երկարացնելու։ Ու մի օր կարող է չհասնես գագաթին։ Առաջինը կհասկանանք կլուբից։ Ամեն ինչ հերթով։ Ես կհասկանամ դու ըմբռնում ես, հասկանում ես արդեն հունի մեջ ես մտել։ Կանցնենք մյուս գործերին։ Ես հենց այս պահին է կարամ սկսեմ։ Ես կասեմ քեզ, երբ որ պատրաստ լինես։ Հետո այդ գործերի վերևում դու կլինես։ Ամեն ինչ կտամ քեզ։ Ես գիտեմ, որ դու լավ գլուխ ունես։ Տարբերում ես թացը չորից։ Վստահելի տղա ես։ Ու ամենակարևորը իմ համար վստահելի անձն է։ Հասկանում ես, վստահելի։ Չգիտեմ ինչ ասեմ։ Ոչ մի բան մի ասա, հա, ու ես չեմ սիրում, որ շնորհակալություններ են այդ ու մի ասա, դուրը չի գալի։ Հիմա ինչ-որ բան կա։ Չէ, ես ուղղակի ուզում եի տեղեկացնել, որ շուտ իմանայիր։ Էդոն քեզ ամեն ինչ ցույց կտա, կբացատրի ինչ ոնց։ Սաղ կասի, հանգիստ։ Այսքան բանաբել։ Եթե գործեր ունես, կարաս գնաս։ Բայց հիշի ասածներիս մասին։ Նպատակը մեկը պետք է լինի, մեկը։ Միջոցները հետևից մի ինգի, պետք չի, մի մտածի։ Ես կսպասեմ մեր հաջորդ հանդիպմանը։ Լավ եղի։ Իսկ ես տեսնող եմ։ Ինչ կա։ Բան չէ, դու ասա։ Պետրոսի մոտ էին օր։ Հա, ես տենց էլ մտածում էի, որ վաղվա չես թողի։ Նորմալ է ամեն ինչ։ Նորմալ է, բայց չգիտեմ մի խոսքով։ Ինչ է եղել։ Պետրոսի տրամադրությունը տեղը չէր։ Գիտեմ։ Ինչ կա, որ բան է եղել։ Հա։ Ասա իմանա։ Անձնական։ Լուրջ բան չի։ Լուրջ է։ Պես չեմ կարող ավել բան ասեմ, որովհետև անձնական է։
Ինչ ասեմ։ Կարևորը որ ամեն ինչ լավ լինի։ Լավ կլինի, իմ մտածում։ Դե լավ է, կզանգեմ Երևան։ Ալո։ Ավել Աստղիկն է, Լիլիթի դասարանցին։ Հա, Աստղ ջան։ Ինչ կա, Լիլիթն է։ Դե դու գիտես, որ մենք քեզի էինք գնացել դասարանով։ Գիտեմ, բայց ուր է Լիլիթը։ Խես դու զանգե։ Բանա պատահել։ Ավել հիմա Լիլիթը հիվանդանոցում է։ Ոնց հիվանդանոցում է։ Ինչ է եղել։ Լիլիթը վազեց ու ընկավ ոտքը ոլորեց, բայց լուրջ բան չկա, խնդրում եմ, մի անհանգստացի, լավ։ Որ հիվանդանոցում է։ Հա, հիմա կասեն, որ հիվանդանոցում է։ Ասա, որ հիվանդանոցում է, հենց հիմա Աստղ։ Ինչ փորձանք եկավ կպավ մեզ։ Սա մեր քեֆը, հաստատ անմոռանալն են բոլորի համար։ Գոնե մնացած երեխեքը նորմալ հասել են։ Հա, ես հաղորդին ասել եմ, որ բոլորին տանի հանգստում հասցել եմ։ Երեխեք այնքան անհանգիստ է։ Պատկերացնում եմ հիմա Լիլիթը իրան ինչքան վատ է ազգում։ Ոչ թե նրա համար, որ ոտքն է վնասել, այլ նրա համար, որ այդ Լիկան հիմար դուրս տվեց։ Հա, հաստատ։ Սիրուն բան չստացվեց, բայց լավ դե մեկը բոլորն էլ գիտեն։ Լիկան այլ այդպես անկապանոր շատ է խոսում։ ախպեր, բայց չտեսար ես անգամ ինչ փաստերով էր խոսում։ Հա, ավելի լավ է Լիլիթի մոտ ընդհանրապես այդ թեմայով չխոսենք։ Հիմա հաստատ ոչ մեկի սերեսը չի ուզում տեսնի, բայց ես շատ անհանգիստ եմ, ուզում եմ մտնեմ մոտը։ Աստղ, բայց դու ասեցիր, չէ՞։ Աստղ ուր է Լիլիթը։